Տա-դա-դա-դամ, եկավ մեր կարմրաթուշիկը, ահա սիրելիներ, տոնական հնդկահավը պատրաստ է, ասեք, որ հրաշալի տեսք ունի, ասեք, որ իսկապես տոնական է, իսկապես լավ պատրաստված և շատ համեղ, հիմա կտեղափոխենք գեղեցիկ մատուցման ափսեի մեջ և ահա այս փափուկ մասերից էլ կկտրենք ու կհամտեսենք, հրաշալի է, անպայման ինքներդ էլ փորձեք այս տարբերակով, ի դեպ, եթե ոչ հնդկահավ, ապա մեծ հավը ևս կարելի է այսպես պատրաստել, հավ, աքաղաղ, մի խոսքով, ահա այսպես։ Դե եկեք ցույց տամ, թե ինչպես պատրաստեցի։ Ողջույն սիրելի հետևորդներ, Միլայի խոհանոցում այսօր տոնական ուտեստի, ավելի ճիշտ ամանորյա հնդկահավի պատրաստումն եմ ներկայացնելու։ Ուրեմն սև հնդկահավ է, ասում են սևն ավելի համեղ է, մի փոքր յուրահատուկ համ ունի, ես չեմ զգում տարբերությունը ճիշտն ասած, բայց որ ասում են, ընդունում եմ։ Հիմա վիզը, ահա այս վիզը կկտրեմ ու մի լավ կլվանամ, լվանալուց հետո պետք է հնդկահավը մարինացնել, պետք է շատ մաքուր լվանալ, սոդայով պիլինգ եմ արել, այսպես ասած, բոլոր թեփուկները հեռացրել եմ, և ասում են նաև, որ այդքան էլ շատ մսոտ չի լինում սև հնդկահավը, գիտեք, որ հնդկահավի միսը դիետիկ է, պատրաստումն էլ յուրահատուկ ձև է պահանջում, եկեք իմ ձևը ցույց տամ, որ դուք էլ պատրաստեք, վստահ եմ, որ շատ կհավանեք, որովհետև շատ համեղ է լինելու։ Ամենայն մանրամասնությամբ, սիրելիներ, լվանում ենք հնդկահավը, ամենայն մանրամասնությամբ, որպեսզի սպիտակի, միսը ճերմակի, տեսեք ինչ լավ են մաքրել թեփուկներից։ Սիրելիներ, հիմա պետք է մարինադ պատրաստեմ, որի մեջ մի 18 ժամով պետք է հնդկահավը մնա։ Սև պղպեղ եմ ավելացնում, դափնու մի քանի տերև, որը նախապես անպայման լվացել եմ, սոխ, մի մեծ գլուխ սոխը բաժանեցի մի քանի կտորի, ահա այսպես ավելացնում եմ մարինադի մեջ, եթե ձեր սոխը այսպիսի մեծ չէ, կարող եք մի քանի մանր ավելացնել և սխտոր, սիրելիներ, սխտորի բջեղները բավականին մեծ է, իսկ ևս մանրացրի, որ համը լավ արտահայտվի։ Հիմա այս զանգվածի վրա եմ դնում հնդկահավին և պատրաստում աղաջուր։ Եկեք հիմա հնդկահավը տեղավորենք այս կաթսայի մեջ, հնդկահավը տեղափոխեցինք կաթսայի մեջ, մի կերպ տեղափոխեցինք, բավականին մեծ հնդկահավ է, ի դեպ 5 կիլոգրամանոց է։ Հիմա պատրաստում եմ աղաջուր, որի չափաբաժինները և բաղադրիչները կգտնեք տեսանյութի տակ։ Հիմա սիրելիներս 300 գրամ աղին ավելացնում ենք 150 գրամ շաքարավազ, այսինքն կես չափով, աղի կես չափով շաքարավազ, ավելացնում եմ շաքարավազը, 3-4 ճաշի կթալ խնձորի քացախ, սիրելիներս ես այստեղ ավելացնում եմ գինու քացախ, կարող եք ավելացնել նաև խնձորի քացախ, այս զանգվածի վրա ավելացնում եմ 5 լիտր սառը ջուր, ահա այսպես 5 լիտր ջուր ենք ավելացնում, հնարավոր է, որ ջուրը ավելանա, որովհետև հնդկահավը արդեն ընկղմվելով ջրի մեջ կարող է ծանրությունից ջուրը բարձրանալ, եթե շատ եղավ աղաջուրը կթափենք, 1 լիտր ավելացրի, 2 և այսպես ևս 3 հատ, եթե հիմա ամանի մեջ չտեղավորվի, ոչինչ, արդեն կավելացնեմ այնտեղ, եկեք սա լավ խառնեմ, Մարիամ ջան, մի լիտր էլ բեր, խառնեմ, ավելացնեմ, ևս 3 լիտր միանգամից ավելացնեմ հնդկահավի վրա, մի րոպե, խառնեմ նրբալիտով։ Երկուսը կավելացնենք կաթսայի մեջ միանգամից։ Ահա ջուրը պատրաստ է, մարինադը պատրաստ է և թռչնամիսը դառնալու է այս մարինադով մի եզակի բան, նրբահամություն ու դելիկատ
են թարգմանած։ Զգուշորեն սա ավելացնում եմ սիրելիներս հնդկահավի վրա։ Հա այսպես։ Կամ ասենք լցնում, որ կողքերը թափվի։ Չենք մոռանում, որ դեռ 2 լիտր ունենք ջուր ավելացնելու։ Տեսնում եք ինչքան ճշգրիտ չափ է սիրելիներս, եւս 2 լիտր ու մեր հնդկահավը ամբողջովին կլինի այս մարինադի մեջ։ Եթե դուք մեծ հնդկահավ կվերցնեք, չափաբաժինները կրկնապատկեք, ամեն չափաբաժին եւ բաղադրիչ կգտնեք տեսանյութի տակ նկարագրության բաժնում։ Եթե դուք այսպես պատրաստեք ձեր տոնական հնդկահավը, ապա հավատացած եղեք, որ դրա համից բոլորը չեն կշտանալու, արժանանալու եք շատ գովեստների, ինքներդ էլ ձեզ լավ եք զգալու։ Ահա սիրելիներս, ահա այն մարինադը, որի մեջ հանգչել է հնդկահավ։ Նորից Սիրելիներս, ահա այն մարինադը, որի մեջ պարկել է, լավ, չլրջանում։ Ահա մարինադն ու հնդկահավը սիրելիներս 18-ից 24 ժամ պետք է մնա այս մարինադում։ Եթե կարող եք, եթե ցանկություն կա, կարող եք մի քիչ էլ երկար պահել։ Կախված է նրանից, թե երբ եք ուզում պատրաստել ձեր հնդկահավը։ Եվ այսպես ծածկում եմ կափարիչով, դնում սառը տեղում, մեր տան սառը տեղը մեր դրսի պատշգամբն է։ Գնացինք։ Ողջույն սիրելի ընկերներ, Ամանորին ընթառը։ Ողջույն սիրելի ընկերներ, Միլայի խոհանոցում այսօր միասին կպատրաստենք Ամանորին ընթառաջ, Ամանորի խորհրդանիշ աղցանը, մայրաքաղաքային կամ ստալի։ Ամանորի խորհրդանիշներից մայրաքաղաքային աղցան, ինչպես մանդարինը, ինչպես տոնածառի Զանգվածին ավելացնում եմ խոշոր աղ, որը աղում եմ, նաև սև պղպեղ, ավելի ճիշտ պղպեղների միքս։ Տարբեր պղպեղներ են սպիտակ, կարմիր, ամեն ինչ կա, ինչպես նաև սխտոր եմ քերում։ Իսկ հիմա ամբողջ զանգվածը լավ տրորում իրար եմ խառնում։ Ահա այսպես։ Այժմ, երբ սխտորի կարագի զանգվածը պատրաստ է, անցնում եմ հաջորդ փուլին, պատրաստում եմ համեմունքների մեկ այլ փունջ, աղ, կարմիր քաղցր առատ պղպեղ, կրկին սև պղպեղների, ահա այս միքսն եմ աղում զանգվածի մեջ, ահա այսպես, իրար եմ խառնում։ Սիրելիներ, մինչ ես զբաղված եմ համեմունքների միքսով, չմոռանամ հիշեցնել, որ կարող եք ինձ հետևել նաև Instagram-ում, Facebook-ում և TikTok-ում։ Իմ բոլոր հասցեները կգտնեք տեսանյութի տակ։ Տեսանյութի տակ կգրեմ նաև ամբողջ հնդկահավի պատրաստման ընթացքը, համեմունքների չափը, մի խոսքով ամեն ինչ։ Իսկ հիմա, ինչպես տեսնում եք, ես աղի պղպեղների այս միքսով համեմում եմ ամբողջ հնդկահավը ներսով, դրսով, բոլոր կողմերից։ Այնուհետև ձեռքի սահուն շարժումներով այնպես եմ տրորում, որ համեմունքները հավասար տարածվեն։ Ահա այսպես։ Իսկ հիմա անցնում եմ արդեն կարագի սխտորի խառնուրդին։ Տեսեք, թե ինչ եմ անում։ Այս ամբողջ զանգվածով կրկին պատում եմ ողջ հնդկահավը, հատկապես զանգվածը տեղափոխում եմ հնդկահավի կաշվի տակ։ Տեսեք, կաշին բարձրացնում եմ, մատով առանձնացնում մսից և կարագի զանգվածը տեղափոխում այնտեղ։ Տեսաք, գրպանիկների նման։ Այսպես տակով, վերևով, կողքերով, հատկապես ուզում եմ կարագը կաշվի տակ մտցնել։
Ահա, այս գործն էլ կարծես թե արեցինք եւ ավարտեցինք։ Տեսնում եք, չէ՞, կարագը մինչև որտեղ եմ հասցրել։ Հենց այսպես էլ պիտի լինի։ Երբ կարագը մնում է մսի մեջ եւ կաշվով պաշտպանված, յոնդկահավի միսը դառնում է աներևակայելի նրբահամ եւ հյութեղ։ Պատում եմ փայլաթի թեղով եւ տեղափոխում ջեռոց, մինչև լավ եփվի։ Հնդկահավի կիլոգրամների չափով այդքան ժամ պահում եմ ջեռոցում 220 աստիճանով տաքացված։ Գնացինք։ Դա-դա-դա-դամ։ Հիմա բացենք, տեսնենք 3 ժամից հետո ինչ վիճակում է հնդկահավը։ Սիրելիներ, ընտիր եփվել է։ Դեք ինչից եմ հասկանում, ահա այստեղից եփվել է եւ շատ սիրուն տեսք ունի։ Հիմա պետք է վրան զգույշ ենք լինում։ Մի քիչ բուսայուղ քսենք, տեսեք այս մասից կպել է, որ փայլի, միսը հրաշալի եփված է, որ փայլի, տեսեք ամբողջ հյութը ներծծվել է, տեսեք ինչքան գայթակղիչ տեսք ունի, հիմա մի քիչ բուսայուղով կանեմ, կամ սիրտակի հյութից կավելացնեմ վրան, տեսեք ահա այսպես, և փայլաթի թեղը բաց կթողնեմ ջեռոցում, որ մի քիչ ավելի շատ կարմրի։ Այս հյութը ահա այսպես կլցնեմ վրան, անչափ անուշ է բուրում, ախորժելի, տեսեք տեսքն էլ ինչքան լավն է, երևում է տեսքը, այսպես, ամբողջ հյութերը ծորեցնում եմ իր վրա, ինչպես ասացի տեսանյութի սկզբում սիրելիներ, սա սև հնդկահավ է, ասում եմ, որ սև հնդկահավը ամենահամեղներից է, հետո այս մասը, տատս ասում էր, թռչնամսի բուդը պետք է քաշվի ոսկորից, որ հասկանանք եփվել է, դե հիմա անպայման կկտրենք դեգուստացիա էլ կանենք, բայց առաջին ցուցանիշներից իսկույն երևում է, այս դուրս եկած ոսկորից ևս, որ հնդկահավը եփված է։ Տադամ։ Ահա այսպես։ Տոնական սեղանի զարդ։ Հիմա սիրելիներ, ինքը փայլաթի թեղի մեջ, ահա այսպես կարմրել է, բայց ուզում եմ էլ ավելի կարմրի, ավելի ներկայանալի եւ տոնական տեսք ստանա։ Դրա համար կամ կարագով, ուղղակի կարագի սառը կտորով կարող եք վրան ուղղակի քսել, կամ էլ բուսայուղով, այսպես ես որոշեցի ձիթապտղի յուղով մի փոքր երեսին քսել ու արդեն բաց փայլաթի թեղը բացած թողնել, որ կարմրի։ Նույնիսկ դրա կարիքը չկա, որովհետև յուղայնությունը բավական է։ Գնացինք եւս 5-ից 7 րոպե ու մեր հնդկահավը լրիվ պատրաստ է դրվելու տոնական սեղանին։ Տա-դա-դա-դամ։ Եկավ մեր կարմրաթռչիկը։ Ահա սիրելիներ, տոնական հնդկահավը պատրաստ է։ Ասեք, որ հրաշալի տեսք ունի, ասեք, որ իսկապես տոնական է, իսկապես լավ պատրաստված եւ շատ համեղ։ Հիմա կտեղափոխենք գեղեցիկ մատուցման ափսեի մեջ եւ ահա այս փափուկ մասերից էլ կկտրենք ու կհամտեսենք։ Հրաշալի է, անպայման ինքներդ էլ փորձեք այս տարբերակով, ի դեպ, եթե ոչ հնդկահավ, ապա մեծ հավը եւս կարելի է այսպես պատրաստել, հավ, աքաղաղ, մի խոսքով, ահա այսպես։ Բարի ախորժակ բոլորին։